Նենց է ստացվել, որ սա իմ կյանքի առաջին YouTube-յան վլոգն է, որը սկսում եմ Զվարթնոց օդանավակայանից։ Ես ահավոր շատ ճամփորդում եմ, ինչը կարող եք տեսնել իմ Instagram-յան էջում, որը կթողնեմ ներքևում, ու եկել է այն պահը, երբ որ ես տուր եմ տանում Բուդապեշտ, Վիեննա, Պրահա, Դրեզդեն։ Ուղղակի հանգամանքների բերումով ես Բուդապեշտ եմ գնում Միլանով։ Հիմա բիզնես լաունջում նստած եմ ու սպասում եմ թռիչքիս ժամին։ Ու դե արդեն մնացած մանրամասներին կտեղեկանաք դիտելով այս վլոգը։ Հա, մոռացանք ինձ բարի ճանապարհ, բարի թռիչք, կամ փորձանք վայրեջք կմաղթենք։ Ես չխկացնեմ, դուք կմաղթեք։ Քանի որ թռիչքիս ժամն է մոտենում արդեն, դուրս եկա բիզնես լաունջից եւ գնում եմ գեյթ։ Այստեղ գրված է լինում, թե ձեր բագաժը որ հատվածում է, հիմա Երևանից եկածը կոնկրետ 10-ում է։ Գնենք իմ բագաժի հետևից, ես վախեր ունեմ, որ կկորի, որովհետև անցած անգամ կորել է։ Ես արդեն մեռած եմ, գոյություն չունեմ, որովհետև մոտավորապես 4 ժամ թռիչք եմ ունեցել դեպի Միլան։ Հիմա գնում եմ, արդեն բագաժս հանձնել եմ, գնում եմ դեպի Բուդապեշտ իմ թռիչքին։ Մի հատ բան եմ այստեղ ֆիքսել, որը ինձ շատ է դուր եկել։ Այդ այնով, որ սովորաբար կոշիկները հանում են, եթե դրանք ինչ-որ հաստ տակացուներ ունեն, բայց տեղ տենց չէր, ուղղակի սարքի մեջ ես դնում ու գրում է օքեյ կամ օքեյ չի, իմ դեպքում օքեյ էր ու բացի դա սովորաբար պասպորտ կոնտրոլ չէ, սովորաբար իրերի ստուգումը անցնելու ժամանակ ջուր, ինչ-որ տենց բաներ, որ լինում է, հանում են ու ես առանձնացնում էի պայուսակիս միջից, որ իրանք էլ չհանեն, չբացեմ պայուսակս, բայց ասեցին, որ օքեյ է ու հետ դնեմ տեղում ու թողեցին, որ նորմալ անցնի։ Խոսքով մնաց գնամ գեյթս գտնեմ։ Իմ բազմաչարչար տեսքն է մոտավորապես 4 ժամ թռիչքից հետո լվացվեմ գնամ ամեն դեպքում գեյթս գտնելու։ Եթե հանկարծ ձեր թռիչքի գեյթը չեք գտնում կամ ինչ-որ ինֆո է պետք, բոլոր օդանավակայաններում կան այս էկրանները։ Ու անգամ եթե մենակ եք ճանապարհորդում, խոճապի մատնվելու կարիք չկա, այն էկրաններից գտնում ենք, թե որն է մեր գեյթը, հիմա A2-ն է, հիմա այս սլաքների ուղղությամբ գնում ենք և գտնում ամեն ինչ փակ է, ամեն ինչ։ Ու եկա հասա վերջապես այնտեղ, որ պետք է հասնեի, ու պետք է սպասեմ գեյթի բացվելուն, որը կլինի Աստված գիտի երբ։ Ոնց ասացի, ամեն ինչ փակ է, բայց այդտեղ մի հատ սիրուն հատված կա, որ կարելի է նստել, հեռախոսը զարեթկայի դնել, եթե power bank չունեք, ու սպասել, անվերջ սպասել։ Այն սիրուն հատվածը հիշում եք չէ, որ ցույց տվեցի, եկել տեղավորվել եմ ստեղ։ Թռիչքների ժամանակ հիմնականում ես աղի բաներ եմ ուզում ուտեմ։ Այս անգամ ընթացքում չեմ ուզել, բայց Հայաստանից հետս բերած պոպկորն եւ ոչ միայն։ Բարեբախտաբար ժամը հասավ, այս հերթից հետո կհայտնվեմ արդեն ինքնաթիռում ու դրանից հետո էլ Բուդապեշտում։ Welcome to Budapest. Budapest, the heart of Europe, enchants with its stunning beauty and rich cultural heritage. Ես արդեն Բուդապեշտի օդանավակայանում եմ, գնում բագաժս տալամ ու գնամ արդեն երեխեքին միանամ, եկանք բագաժների հետևից, պետք է փնտրել և գտնել։ Սա Բուդապեշտի օդանավակայանի դրսի հատվածն է, որտեղից որ ես դիտակցի կանչեմ ու
հասնեմ հյուրանոց, իմ իջերից այստեղ տաքսիների գները բավականին մատչելի է։ She's the one whose sweet caress on a midnight train to Budapest pulls you finally into a dream. When you wake, you'll be alone, the gypsy girl like nighttime gone, words that linger in your heart, telling you you'll never part. Այսել են տաքսին, որը որ եկա հասա տեղ։ Եկել հասել եմ արդեն հյուրանոց ու պատրաստվում եմ ներս մտնել։ Ես եկել եմ ու հասել եմ տուրին արդեն, երեխեք ասում եմ, որ դեմքիցս երևում, որ 2 թրիչքով եմ անցել, հիմա ունենք անգլիախոս գիդ ու հենց հյուրանոցի տարածքից հյուրանոցը կենտրոնում է գտնվում, սկսել ենք արդեն։ They always have a huge Christmas tree up and then all the food and drink vendors as well as selling souvenirs, Christmas ornaments. So this is always a busy place, not only the square, it's Passing by, distant lights that never die, villages flying by and windows filled with candlelight. Հիմա փորձում ենք խմբակային նկար ստանանք, այս մեր ամբողջ խումբն է։ Pulls you finally into a dream. When you wake, you'll be alone, the gypsy girl like nighttime gone, words that linger in your heart, telling you you'll never part. Ooh, telling you you'll never part. Ooh, telling you you'll never part. Dreaming of your sweet little gypsy girl. Իրականում երեխեքը արդեն բավականին շատ հոգնել են, որովհետև 24 ժամ չեն քնել։ Այս մեր վերջին լոքեյշնն է այս պահին, այստեղից հետո կքայլենք հետ մեր հյուրանոց, ճանապարհին կխմբենք ու արդեն մնացածը հանգստանալուց հետո կհասկանանք։ Մենք այսօր առավոտվանից շատ խառնենք, 24 ժամ չենք քնել ու մի խոսքով եկել է մեր ամենասպասված բաժան cheers։ Եկել ենք արդեն էսպրեսո խմենք, հանգստանանք ու դե շարունակենք օրը։ Հիմա մի թեթև ռում տուր անենք, այս 3 հոգանոց սենյակն է, սենց պահեմ, մի հատն էլ, այստեղ է ձեռքով արա, դու իմ YouTube-ի ամենոքի մեջ ես, հոգնատ անջ դեմքով, ուղղակի մի հատ շատ անհասկանալի պահ կա, ես եմ, այստեղից բալկոն է բացվում, ուղղակի ես մարդիկ իմ վրայով պետք է անցնեմ, որ ես բալկոն դուրս գան, բայց դե չեղած տեղը դդումն էլ ամիրք։ Սենյակում ունենք թեյ, սուրճ, 3 հոգով ենք, չգիտեմ, միշա 2 հատ բաժակ, երբ պետք է լվանանք անենք, ու սառնարան։ Մենք արդեն դուրս ենք եկել երեկոյան զբոսանքի, հիմա էլ գիդ չկա մեր հետ, ես եմ ուղեկցում երեխեքին ու գնում ենք Հունգարիայի պարլամենտի շենքը տեսնելու։ Ճանապարհին էսկալիսոն ենք տեսնում սիրուն։ Բավականին սիրուն տեղերով ենք գնում, մեր հյուրանոցը երևի արդեն ասել էի, որ սենց կենտրոնում է ու շատ սիրուն տեղերով ենք անցնում, շատ հավես է անցնում, եղանակն էլ շատ մեր կողմից է, շատ լավն է, գնալու ենք 10-ից 1 միլիարդ եղանակին։ Հասանք պարլամենտի շենքի մոտ ու ինձ թվում է աշխարհի ամենաշքեղ կառույցներից մեկն է, այն էլ գիշերով։
բոլոր երեխեքին տեղավորել ենք, որ համով հաց ուտեն։ Ոնց որ ամբողջ կաֆեում մենք ենք ուղղակի։ Աղջիկներն էլ որոշում են, թե ինչ համով բաներ պետք է ուտեն։ Սա մեր հյուրանոցի տերասն է, որտեղ որ հիմա պատրաստվում ենք նախաճաշանենք սիրուն տեսարանով։ Ավես, եղանակն էլ շատ լավն է։ Հյուրանոցի նախաճաշն է։ Այստեղ համոզություններ կան։ Վաու։ Այստեղ էլ աղցաններ ունենք այս հատվածում, երշիկեղեն, անիրեղեն։ Խոսքով, ցանկացած մարդ իր համար հարմար ինչ-որ բաներ կգտնի անպայման։ Այս հատվածում կան հյութեր ու սուրճի տեսակներ, հյութերը երեխաների համար, սուրճը մեծերի համար։ Այս էլ բնական հյութը։ Դա մեր սեղանն է, թե ինչ ենք պատրաստվում ուտել, բնականաբար սուրճը անպակաս, գեղեցիկ տեսարաններ, հաճելի բորնուս։ Խաճաշից հետո այս շատ լավ տարբերակ էր, քաղցրի պաշարը հագեցնելով եմ, չնայած ես չեմ դնում հագեցնելու կարիք։ Օր երկուսն է արդեն Բուդապեշտում, մենք դուրս ենք եկել նորից տուրի, երեխեքն են։ Հիմա եկել ենք մի այդտեղ հաց ուտելու, սենց հավես կոմբոներ կա, բաժակ են տալիս ու բաժակով այստեղից խմիչքները կարողանում ենք ընտրել ու կարողանում ենք վերցնել մեզ հետ։ Սենց է տարեցքը, բայց դե մենք այս տարեցքում չենք նստելու, դուրս ենք գալու, ինչ-որ այգում ուտելու։ Այս մեր պատվերներն է։ Այս հատվածում էլ սենց բաներ կան, վերցնելու, օրինակ վերենը փակելու համար։ Այս էլ արդեն պատվերը։ Հոլա։ I was born old in the world, as young as a growing child. Everybody's seeking something and I don't know where to hide. I was born calm in the world, as loud as a crowded street. Every time I go out there, oh, it carries me off my feet. And I was born dark in the world, as white as my neighbor's wall. All the time I've been waiting for a ship to take me home. I don't want to be afraid no more. I wanna break out and rise up to the skies. I don't want to feel this pain no more. I wanna stay up there and close my eyes and let the world dance around me. Հիմա ինչ-որ սենց խանութ եմ եկել դեմքի դիմակ առնելու, ամեն ինչ կա ստեղ ուղղակի դիմակ առնելու, որ մի քիչ հանգստանանք։ Եկել ենք սուպերմարկետ առևտուր անելու ու էլի սենց շատ մեծ, հավես, գունավոր տեղ է։ Ու համեն շատ հավես է, որ սուպերմարկետներում սենց իրուն ծաղիկներ են դրած լինում, մի տեսեք տրամադրություն է փոխվում, ինչ-որ բանջարեղեններ են, մրգեր։ Վերջում ինքնասպասարկում է գործում, չկա աշխատողը, որ ստանալված էր գումարները։ Միշտ չի, որ դրսում ենք սնվում, այսօր նենց է ստացվել, որ ներսում ենք ուտում, գտել ենք հայկական խավիարին նման մոտ ինչ-որ մի բան, չերի լոլիկ, պրոշուտո, այս կարոքը ինչի համար է, կարակ, ֆետա, ինչ-որ ուրիշ մի հատ, բայց նոր եմ լողացել, պանիր, զմատս էլ կարանք ուտենք, իխոսքով սենց։ Բարի լույս,
Այսօրվա բարի լույսը ավտոբուսի միջից է ու բավականին շուտ է ժամը դեռ։ Մենք գնում ենք դեպի Վիեննա։ Մինչև Վիեննա հասնելը հասցրել ենք հյուրանոցում նախաճաշանել, երեխեքը հավաքել են իրանց իրերը ու ավտոբուսի վարորդի կողմից ստացել ենք կոմպլիմենտ, որ մենք սուպեր պունկտուալ ենք։ Գնալու ենք Վիեննա, որտեղ որ մեզ գիդ է սպասում, քաղաքային տուր ենք ունենալու մի քանի ժամ, դրանից հետո էլ շարունակելու ենք ճանապարհը դեպի Պրահա, որտեղ էլ հենց առաջիկա օրերին լինելու ենք։ Մի խոսքով հիմա սենց ամեն մեկը իր համար նստած հանգստանում ենք, ճանապարհին ենք նայում, սիրուն տեսարաններ կան բավականին շատ։ Մինչև հասնենք տեղ հասկանանք ինչ ենք անում, ոնց է անցնում մեր օրը, չնայած գրեթե կասկածներ չունեմ, որ լավ անցնելու։ Մի խոսքով համադան ես եմ։ Ոնց եք։ Քնած եք։ Dentist in the dark. I was scared of pretty girls and starting conversations. All my friends are turning green. Yeah, the magician's assistant in their dream. Oh, and they come unstuck. Ավտոբուսի մեջ երեխեքին բաժանեցինք ջուր, մարդիկային, ովքեր որ ծարավ էին, մոտավորապես 20 րոպեից ունենանք կանգառ, որտեղ որ կկարողանանք հոգալ իրենց կարիքները, հանգստանալ, մաքուրոց շնչել ու մեզ հյուրասիրեցին նաև սուրճ, ինչը այս պահին ահավոր շատ արարաժեշտ էր։ Մեր առաջին ստոպն է։ Այստեղ մի քիչ հանգստանալու ու շունչ քաշելու համար ենք կանգնել։ Այստեղից արել ենք պատվերները, տվել են սենց ինչ-որ մի բան, որի վրա պետք է տեսնենք մեր թիվը ու գնանք վերցնենք այստեղն է։ Այստեղը շատ հարմար է, պիցա, պաստա, համով սալատներ ուտելու համար, երկու հարկանի է, երկրորդ հարկել կարող եք բարձրանալ ու բավականին մեծ տեղ կա ու պլյուս որ դրսում նստելու հատված կա։ Երկրորդ հարկն է, այստեղ տեղավորվել ենք արդեն ու սպասում ենք ուտելիքին։ Սելինի ձերքում էր սա սկսեց զնգալ և ծնգալ, մի խոսքով հիմա գնում ենք արդեն պատվերների հետևից Սելինեն շատ սոված է, մի խոսքով գնում ենք բերենք երեխեքի ուտելիքները։ Ինձ թվում է շատ հետաքրքիր կոնցեպտ է սա, ընդհանրապես զուգարան է։ Այստեղ ես եմ 3 ժամ ճանապարհից հետո։ So there is one in the city center and I hope you will enjoy it. Please try not to get lost. And I have my sign here, please, so we can follow the sign and read the name. On the other side is green because it's my favorite color, and it has a fly catcher for the children who try to touch stuff inside the museum. Running down to the riptide, taken away to the dark side. I wanna be your left-hand man. I love you. Կտեսնեք այս յուրահատուկ նշանից, մենք արդեն տեղում ենք, Վիեննայի կենտրոնում ենք, սկսել ենք մեր քաղաքային տուրը, լավ հատկերը հնձվեցին, մի քիչ քարնացան, արդեն սկսել ենք քայլելը։ She's been living on the high shelf. Oh. If you say Austria, you might just as well add Johann Strauss. Այսքանն էր մեր Վիեննային տուրը, բավականին շատ սիրեցին երեխեքները։
շատ եք քայլել, մի քիչ հոգնած ենք, որ պետք է գնանք Պրահա, բայց ամեն դեպքում ինձ թվում է Վիեննայից գնալու ենք այն մտքով, որ մեկը պետք է էլի հետ գալ։ I love you when you're singing that song, yeah. I got lump in my throat, guys. You gonna sing the words wrong. Oh, lady, running down. Հիմա նորից ստոպ ենք անում դեպի Պրահա գնալու ճանապարհին, եկել ենք երեխեքը բուրգեր ուտեն, որպեսզի մոտավորապես 3-ից 4 ժամ ճանապարհ գնանք։ Taken away to the dark side. I wanna be your left hand man. I love you when you're singing that song. Իմ ուտելիքները պատրաստան արդեն։ Բարի ախորժանք։ Դե ինչ չմոռանաք բաժանորդագրվել ու ստեղմել զանգակի կոճակը։ Առջևում ունենք վլոգեր Պրահայից եւ Դրեզդենից։ Սա իմ առաջին փորձն էր ու ես ձեզ կսպասեմ մեկնաբանություններում, մոտիվացվելու եւ ավելի շատ վլոգեր նկարելու համար։ Պակա։